Բարելույս բարեկամներ, կարծես թե ավանդական են դարձել մեր առավոտյան տեսանյութերը եւ սովորաբար նույն տեղերից, որտեվ այստեղից հարմար է աշխատասենյակից եւ ուզում եմ խոսել մեր հերթական նախաձեռնության մասին, որը կրկին դրված է հանրային քննարկման e-draft.am կայքում հղումը կտեղադրեմ տեսանյութի տակ։ Խոսքը աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին է, որոնք նախատեսում են երկու հիմնական կարգավորում մտցնել։ Իհարկե նորից եմ կրկնում, սա նախագիծ է եւ մենք սպասում ենք նաեւ ձեր մեկնաբանություններին։ Ծնողական ժամի ներդրում եւ ճկուն աշխատանքային գրաֆիկի ներդրում, մեր կարծիքով մենք կարող ենք նման փոփոխություններ անել մեր օրենսգրքում, որպեսզի մեր քաղաքացիները եւ մեր նաեւ տնտեսվարողները ավելի հարմարավետ զգան իրենց աշխատանքային հարաբերություններում։ Ծնողական ժամի իմաստը խնամքին մինչև 12 տարեկան ունեցող ծնողներին ավելի կարճ աշխատաժամանակ տալն է, 1-2 երեխայի դեպքում խոսքը 30 րոպեի մասին է, այսինքն աշխատաժամանակը կրճատվի 30 րոպեով, իսկ 3 ավելի երեխա ունեցողի դեպքում մինչև 12 տարեկան, իհարկե խոսքը 1 ժամ աշխատաժամանակի կրճատում եւ մենք նաեւ գիտենք, որ պրակտիկայում սովորաբար նաեւ գործատուները նաեւ ընդառաջում են, այսպիսի աշխատակիցներին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, մանկապարտեզ տանելու, դպրոց տանելու խնդիր ունեն Եվ սա ուզում ենք նաև կարգավորել ըստ էության, որպեսզի ոչ թե լինի հայեցողություն, այլ իրավունք աշխատողի։ Եվ երկրորդը դա ճկուն աշխատանքային գրաֆիկն է, որ գործատուն եւ աշխատողը կարողանան իրար հետ գրավոր համաձայնությամբ սահմանեն ճկուն աշխատանքային գրաֆիկ, որի դեպքում աշխատանքային օրվա կամ հերթափոխի սկիզբը եւ ավարտը կորոշվի կողմերի համաձայնությամբ։ Հիմա գիտեք, այլ կարգավորում կա, հստակ ֆիքսված ժամեր եւ դրանից ավել եւ ցածրը այլ մեխանիզմներով է հաշվարկվում եւ սա կարծես թե կրկին ավելի մոդեռն ժամանակակից մոտեցում է։ Իհարկե դուք գիտեք, որ մենք ունենք նաեւ հեռավար աշխատանքի հնարավորությունը, որը վաղուց կա աշխատանքային օրենսգրքում եւ օրինակ մեր նախարարությունը օգտվում է այդ հնարավորությունից եւ աշխատակիցները կարող են որոշակի պայմանների դեպքում որոշակի օրեր եւ ժամեր հեռավար աշխատել, այսինքն ըստ էության աշխատանքային հարաբերությունները նույնպես տրանսֆորմացվում են եւ մեր այս երկու առաջարկը ծնողական ժամի եւ ճկուն աշխատանքային գրաֆիկի նորից դրան են միտված։ Խնդրում եմ տարածել տեսանյութը, ինչպես նաեւ մեկնաբանություն թողնել e-draft-ում, որպեսզի մենք լսենք նաեւ ձեր կարծիքը եւ մի բան էլ եմ ուզում ավելացնել, այս առաջարկը եկել է հենց քաղաքացիների կողմից։